Եթե կարելի է պարոն Գրիգորյան, ուղղակի մի փոքրիկ փորձառությամբ իմ կիսվեմ, վերջերս մեր պատմության թանգարանից գնել եմ Արշիլ Գորկիի վերնաշապիկը, շատ ուրախ էի, որ գիտեք նկարը ձեռքաբերվել կառավարության միջոցներով, որ արդեն իսկ հուշանվերները վաճառվում են եւ ոչ միայն որակով է, այլ նաեւ դիզայնը շատ գեղեցիկ է արված, այնպես որ շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ մենք էլ մեր թանգարաններում արդեն կարող ենք ունենալ նման հուշանվերներ եւ ինչու միայն տուրիստների համար կարծում եմ քաղաքացիներն էլ կարելի է խորհուրդ տալ, որ օգտագործեն անպայման։ Շատ լավ, այստեղ հեղինակային իրավունքի մասին էլ մի օր պետք է մտածենք, Տիկին Անդրեասյան։ Ահմեցեք, պարոն Միրզան։ Ես էլ ուզում եմ ճիշտն ասած ողջունել շատ նախարարության քաղաքականությունը եւ հետեւական ուշադրությունը թանգարանային ոլորտին, անկեղծ ասած նույնիսկ այդ կոնկրետ թվային ցուցանիշներին չտիրապետելով, անգամ անզեն աչքով տեսանելի է, որ հաճախելությունն էլ է բարձրացել, պոպուլարիզացիայի հարցում էլ ունենք առաջընթաց, բայց նաև ձեզ հետ եմ համաձայն, պարոն Գրիգորյան, իսկապես գովազդի տեղ կա եւ ոչ միայն արտասահմանում, այլև հենց Հայաստանում թանգարանները նույնիսկ իրենց հարակից տարածքները կամ շենքերը կարող են այդպես օգտագործել, արտասահմանում համենայն դեպս շատ այս գործիքը կիրառում են թանգարանները եւ նաեւ համաձայն եմ հայտնի արվեստի նմուշների ռեպլիկաների արտադրությունը կարեւոր բան է եւ եկամտաբեր բան է եւ արարողակարգային տեսակետից նշանակություն ունի մենք հաճախ մեր գործընկերներին արարողակարգային նվերներ տալիս ահագին ջանք են գործադրում որպեսզի հասկանանք բացի ասենք չգիտեմ գինուց եւ քաղցրավենիքից չրից ինչ արվեստի նմուշներ կարող ենք ռեպլիկաներ նվիրել դրսում շատ եթե ոչ բոլոր թանգարաններում նույնիսկ հոսքը այցելուներին հենց է կազմակերպված ցուցադրություն որ դու անցնում ես սրա եւ հետո դու շենքից դուրս գալու այլ տարբերակ չունես ելքը այդ ցուցասրահ խանութի միջով է Եվ հետեւաբար անցնելիս էլ կարող ես տեսնել այո տարբեր սեգմենտի բաներ ամենապարզ նկարի ռեպլիկայով բաժակից կամ պլաստմասի արձանեկից մինչև բրոնզի ռեպլիկա մինչև ոսկու կամ թանկարժեք մետաղների ինչ որ բան այնց որ շատ մեծ գործունեության դաշտ կա եւ տեսնում ենք որ նախարարությունը քայլեր է անում ողջունելի է շատ Միանշանակ, պարոն Միրզյան, ես էլ եմ ասում, քանի որ ալիք ակնհայտ է, որ սենց ակտուալիզացիաց մի աճ կա ակնհայտ ու հետաքրքրություն, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում, բայց հիմա ուզում եմ, որպեսզի այդ ալիքը մենք բաց չթողենք, ինքը ճիշտն է, որովհետև միևնույնն է այդ քո-բրենդինգի թեման աշխարհում սենց ես զգում եմ, որ ինքը լուրջ շրջանառություն է։ Քո-բրենդինգի թեմայում թանգարանները Թեղինակային իրավունք որ ասում է իրոք այդտեղ կա մի հատ բաղադրիչ, որը թանգարանների համար եկամտի աղբյուր է նաև ու շատ լուրջ եկամտի աղբյուր է, բայց նաև հեղինակի պաշտպանության մշակույթն ենք դնում Հայաստանում, որը կարծում եմ շատ լավ, այսինքն Տիկին Նանուշյանը իհարկե այդ իրը, որի մասին խոսում ենք, շատ լավ է, պիտի լինի, բայց Որքան որ ես գիտեմ, այդ իրի գոյությունը ենթադրում է նաև որոշակի իրավունքի պաշտպանություն եւ վճար։ Պարոն Գրիգորյան, մեր օրենսդրական բարեփոխումների մեջ, որ էկոնոմիկայի նախարարության հետ միասին քննարկում ենք, նաև հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխությունն է եւ այս հարցերը մանրամասն քննարկված են, հուսով եմ առաջիկայում փաթեթը ազգային ժողով կհասնի։ Իհարկե բոլոր բարձրացված դիտարկումներն էլ տեղին են եւ շատ կարեւոր է որ մենք խոսենք ոչ միայն քանակական փոփոխությունների մասին, այցելությունների թվի աճի, իսկ նման աճ ունենք 21 թվականի համեմատ 40%-ով աճել է թանգարանների այցելությունը, նախորդ տարի մենք ունեցել ենք 1.353.000 այցելություն եւ սրա մեջ մենք չենք ներառում թանգարանների գիշերը, որի շրջանակներում մեր թանգարանների մոտ հերթեր
հարցեր են գոյանում եւ 200,000-ից ավել մարդ միայն թանգարանների գիշերն է այցելում մեր թանգարաններ, ու սա կարծում եմ լավ ցուցանիշ է։ Մենք որակական փոփոխություններ ենք տեսնում եւ այդ որակական փոփոխություններն է, որ պետք է առաջ տանենք, որովհետեւ ձեր նշած ֆունդամենտալ փոփոխությունների հիմքում պետք է որակական փոփոխությունները ընկնեն եւ այստեղ միջազգային համագործակցությունները շատ կարեւոր են, որովհետեւ սկսած ցուցադրությունների համադրման որակից միջև դրանց ձևակերպման, դրանց ներկայացման, մարքեթինգային քաղաքականության, դրանք նաեւ կարողությունների զարգացում են պահանջում։ Դրա համար էլ երբ որ մենք խոսում ենք այդ համագործակցության մասին, մենք դրա մեջ անպայման դնում ենք նաեւ վերապատրաստումների, թանգարանային ոլորտի մեր տարբեր աշխատողների վերապատրաստումների, նաեւ այդ փորձի փոխանակման ծրագրերը, որովհետեւ կարծում ենք, որ դա ուղիղ ճանապարհն է, բայց ինչ խոսք տնտեսականացման ուղղությամբ դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու։ Պարոն Գրիգորյան, կարևոր է, որ մտածողությունը փոխվում է, այսինքն մինչև այս մենք մտածում ենք, որ մշակույթի ոլորտը տնտեսական ազդեցություններ չի կարող ունենալ, պետք է լինի անընդհատ հոգացության ներքո, եւ ես պետք է ուրախությամբ ասեմ, որ այսօր այդպես չի եւ մշակույթի ոլորտում կան ակտիվ փոփոխություններ, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ տեսնում են իրենց պոտենցիալը եւ հասկանում են, որ կարող են իրենց իսկ մասնագիտական գործունեությամբ, իրենց իսկ ոլորտում ունենալ արժանապատիվ արդյունք եւ մշակույթն էլ արժանավայել ներկայացնել։ Այնպես որ կարծում եմ, որ այս որոշումն էլ կգա օգնելու, որ մենք երիտասարդ կադրեր բերենք թանգարաններ նոր գաղափարներով, նոր մոտեցումներով եւ առաջ շարժվենք։ Միանշանակ Տիկին Անդրեասյան, մենք այս տարի 2 էքսպոնատ գնեցինք, չէ՞, որպես պետական միջոցներով։ Իրականում ավելի 25 թվականին մենք 4 թանգարանի համար 16 մշակութային արժեք ենք ձեռք բերել, ավելի քան 332 դրամ է պետությունը հատկացել։ Նույնիսկ այդ գովազդի դրա համար է ասում, էլի, ես երկուսն էի հիշում, մեկը դուրը, մեկը Տիկին Նանուշյանի ասած հեղինակի նկարը։ Դուք հաստատ հիշում եք նաև Մատենադարանի համար գնված ձեռագիրը, որի փոխանցումը նույնպես իրականացվեց հանդիսավոր պայմաններում։ 16-ը չենք հիշում, Շատ լավ։ Բայց այդ շատ կարևոր ինֆորմացիա էր, շատ լավ։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ թվում էր այդ երկուսն ընդհանրապես, բայց ավելի լավ որ շատ է, հիմա կարող են գովազդ կարծում եմ գովազդով կհասնի մեզ այդ ինֆորմացիան, կգնանք կտեսնենք նաև։ Շնորհակալություն, խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր, առաջարկություններ չկան, առաջարկում եմ ընդունել որոշում, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։